Ընկերներ ջան, հետևորդներ ջան, կարելի ասել խառնախշտիկ, ինչպես ասում են, խառնաշփոթ հետաքրքիր վլոգ եմ բերել ձեզ համար։ Այսինքն իմաստը այն է, որ շատ հետաքրքիր թեմաներ կան, տարբեր իմաստներ, տարբեր տեղերից վերցրած, մի փոքր խոսեմ, ներկայացնեմ շատ կարճ ու անցնենք, ընթացիկ ոչինչ չեմ ասելու։ Ուղղակի հանգիստ կնայեք, կտա մի փոքրիկ բացատրություններ եւ կանցնենք առաջ։ Հիմնականում ասացի չէ, տան շինարարական վիճակը որ շարունակվում է, ինչպես ասում են, ռեմոնտ, վերանորոգումներ, տանիքը դրսից, հետո ներսից առաստաղն ենք հավաքում, հետո պետքա մետլաղ, չգիտեմ ինչ, մի հատ խառնաշփոթ։ Էսա որ տեսնեք ինչա կատարվում, այն վիճակն է, որ sense մի կերպ գտնում ենք մեր տեղերը, տեղաշորը քնում ենք, վեր ենք գնում, իբր նոր է ու գոր կարել, այն ավելի շատ փոշի խառնաշփոթ, ինչպես գիտենք մոտ է արդեն ամանորը, դա էլ իր հետ մի հատ քաոս է տիրում։ Ճիշտ ասած այնքան եմ հոգնում, չգիտեմ ինչ խոսամ, ինչ ասեմ, ինչպես հանգստանամ աշխատանք էս կոմենտում խառնաշփոթ։ Կարի կանել ամանորյա տոներով ոգևորված, այնպես չէ որ ես չեմ սիրում, շատ եմ սիրում։ Պարզապես էս անենք, այն անենք, սա պատրաստենք, չի թողնում ես իմ գործերով զբաղվեմ կամ մի փոքր հանգստանամ, մնացած աշխատանքային վիճակները անընդհատ ասում եմ, էս պատրաստենք, էս անենք, մյուսն անենք, չգիտեմ որ մեկը հասցնենք, հեսա կանցնենք ուտեսներին արդեն, կմոնտաժեմ, կտեղադրեմ, կտեսնեք, չեմ հասցնում ոչինչ բան։ Հիմա տեսնեմ ամանորյա վլոգները ես ոնց եմ կարողանալու նկարել։ Ինչ ունենք, ինչ ենք դիտելու, ինչպես արդեն ասացի շինարարական վիճակները, այնուհետև գնում եմ մեքենայիս համար վերջապես անվադողեր, այն ինչը որ կային ամառային էին, ձմեռայինները պետք է գնեի, ասում են տուգանում են, հա, եթե ձմեռային անվադողեր չունենաս, դրա համար են տուգանում, կարճ ասած ձմեռային անվադողերն ենք առնում մեքենայիս համար ու մի հատ տեսեք ինչպես ենք բերում տղայից փոքր Opel մեքենայով, այնտեղ կարելի ասել sense փոքրիկ բուն մի կերպ տեղավորվել եմ, շատ ծիծաղալու է այդ կադրերը որ կտեսնեք, որպեսզի մեքենայից անվադողերը փոխեն, հետո առևտուր, հետո խառնաշփոթ իրավիճակներ, արդեն որոշակի կադրեր կարինքան չի համբերել, սկսել է։ Էսա պատրաստում, այնա պատրաստում, մեկ ասում է արի օգնի, մեկ օգնում է, մեկ ասում ժամանակ չկա, չեմ հասցնում, զգում եմ որ մեկ խռովում է, հետո նորից ասում է դե արի օգնի, դե սա արան։ Այս մեկն արա ինչ որ հետաքրքիր բաներ է պատրաստում, չասեմ, ընթացքում կնայեք, հասկանաք։ Կարճ ասած շատ հետաքրքիր վլոգ է։ Հարմար տեղավորվեք ձեր տեղերում, սուրճը պատրաստեք, թեյը վերցրեք, անցնեք դիտելու, բայց մինչ անցնելը մի հատ իրավիճակ կա, մինչև չասեմ, չեմ հանգստանա, փորձեմ կարճ ու անցնենք առաջ։ Այ հետևորդներ ջան, պարզ երևում է, որ արդեն իմ YouTube-յան ալիքում, այն որ ասում են ցեցը ընկել է, մի հատ մուկ է եկել ընկել, կռիս կամ կարիճ կամ ինչ որ հաճ բլոճ, ինչա կատարվում։ Ախր ափսոս որ անունը կրկին Կարինե է, այդ անունը իրականում լավ անուն է, այնպես չէ որ իմ անունն է դրա համար եմ ասում, մեծամասնությունը հակառակ չեն սիրում իրենց անունը։ Ես շատ եմ սիրում, քանի որ ինքը ունի շատ լավ դրական էներգիայով բացատրություն, լավ։ Անունն էլ Կարինե է, ափսոս այդ անունը արդեն մի քանի ամիս է տարբեր անընդհատ բացում է YouTube-յան ալիքով նոր էջեր, պարզ Երևան մտնում եմ, տեսնում ենք 2-3 օրվա բացած նոր էջ, հստակ ցույց է տալիս։ Ու այնտեղ որտեղ որ սև ցուցակ ենք ավելացնում, մյուս տեղից է նորից բացում մյուս, քանի որ ասել եմ, ես շատ ահավոր խիստ դաժան պատասխան եմ տալիս, միայն մնացած համացանցի բոլոր ալիքներում հարցեր կան, եկեք այնտեղ ոչ մի խնդիր, ես ձեզ մինչև վերջ կոտորեմ, ինչպես ասում եք, միայն իմ YouTube-յան ալիքում ես չեմ թույլ տալի ամենավատ դեպքում, եթե 1-2 բար անմիջապես մեկնաբանությունը ջնջում եմ եւ հեռացնում եմ սև ցուցակ, քանի որ ես մշտապես ասել եմ, YouTube-յան ալիքը ինձ համար բոլոր մնացած կայքերից ամենակարևորն է, այստեղ ոչ կիսաբաց լուսամուտներ են, ոչ էլ անշնորհ տհաճ իրավիճակներ, ով ինչ ուզենա ասի, ինչ մեկնաբանություն գրի, թույլ չեմ տալի, միայն այստեղ ջնջում եմ եւ անցկացնում եմ սև ցուցակ։ Հարց ունեք, հեռախոսը համար եմ տալիս, եկեք այնտեղ ես ձեզ կոտորեմ։ Իրականում ինչքան բախեցած, ֆեյք, պահկված, կեղծ, ինչ որ գիտի, իրանից ամենամեծ կտորը երևի մի ականջը կմնա, հստակ վախենալով, բնականաբար դրա համար մտնում է այնտեղ մի բան ագրում, այնտեղ մի բան Կարինկայի տեսանյութերի տակ ա գրել, իմ տեսանյութերի տակ ա գրում ու հստակ գրելաձևից, խոսելաձևից մոտավորապես հուշում է թե ինքը ով է, ասենց այնքան արագ եմ հասկանում այդ ամենը, ծիծաղս էլ է գալի, ուղղակի չգիտեմ, այս ինչքան մեղք եք դուք, ինչքան ուժեղ էներգիա է գալիս ինձանից, մեզանից, մեր ընտանիքից, նաև Կարինկայից դեպի ձեզ, որ սենց խառնաշփոթ տեղներ չեք գտնում, էլի սենց մի քանիսը, սենց քիչ ամենու գիշերը քնեն խանգարվեն, ինչ աստիճանի հասնի, տարբեր անձնական, ընտանեկան ապուշ ինչ-որ բաներ գրելով, անհստակ, անհիմք, առանց փաստերի ապացույցների, որի համար մինչև անգամ դատական հայցով պատասխան կտա, դրա համար կեղծ է գալի նման էջերը, հատը չգիտի ինչ անի, նախանց չարի էներգիան այնքան շատ, որ հիմա ես ասեմ ձեր ծիծաղը կգա, այն որ ասում են ուշքներդ կգնա ծիծաղից, ինչին է անդրադարձել։ Մի քանի տեսանյութերում, որ ես ասում եմ, ահա գնեցի այս ոսկեղենը YouTube-յան ալիքի դիտումներից, այդ եկած եկամուտներից, գումարներից, հետո այն, հետո մյուսը նախորդում տեղադրել էի, որ արդեն ականջող էր, թևնոց նայվիր այդ միասին, այս մարդու մոտ առաջացել էր
Python, այսինքն ոմն կարեն է, չգիտեմ, ազգանունները անդադ փոխում է եւ նոր էջեր է բացում։ Եվ ինչ էր գրի, ախր շատ ծիծաղելի։ Իզուր ջնջեցի մեկնաբանությունը պետք է տեղադրեի, հիմնականում միտքը էսպես էր։ Հա, այ հարիֆներ, իհարկե կպելա նաև իմ հետևորդներին սկպներու համար կսատկացնել իրականում։ Ձեզ ընկերներ ջան, հետևորդներ ջան, այնտեղ գրել է այ անգրագետ տգետ հետևորդներ, ինչ եք նստել Կարինեին ու Կարինկային եք նայում, չեք հասկանում ձեզանով փողերը աշխատում, ոսկեղեն է առնում, իրանք այդ փողով են ապրում, էլ փող չունեն, հույսները դրել են YouTube-յան ալիքի գումարների վրա։ Ձեզ հարիֆի տեղա դնում իր համար նորից է ոսկեղեն առնում, հլսրակ առած ոսկիները, այդ էշի տեղա դնում ու էլի շատ վատ բառեր որ ցենզուրայից դուրս որ այստեղ չի կարելի ասել։ Ուրեմն դուք ինչ կարգի է ուղիղ ուշադրությունը ոսկեղենների վրա Կարինեն YouTube-յան գումարներից ոսկեղեններ առնում, բա որ մնացածն իմանա YouTube-յան գումարներից էլ ինչեր եմ արել, անում եմ ու առաջիկայում պատրաստվում է արվել։ 100% այս անգամ Պոլոս Մուկուչ անունով էլ էջ կբացի եւ կփորձի գա ինչ-որ բան կարողանա գրել, բայց ես կկարողանամ գտնել, ես կարող եմ գտնել։ Այս նույն վիճակով մազերից բռնած քաշ տալով դուք կտեսնեք եթերում նրանց ինձ կալոնավորեն կտանեն երևի թե այդ իրավիճակի համար ես կգտնեմ մազերը կմնա ձեռքիս մեջ անենց որ շուտով քաչալանալու է մեր անոնիմնի հետևորդը ինչպես ասում են գաղտնի հետևորդը իսկ եթե այդ ոսկիներից շատ էս վառվում գժվում խանգարում հոգեկան խանգարման ես հասնում խնդիր չկա ասեմ ավելին սրանք դեռ չէին նկարել չէի ցույցադրել ավելի շատ դուք այն ինչ տեսել եք հաջորդի պետք է հետո ցույց տա ավելի շատ ոսկե գնել դեռ չէի ցույց տվել սպասում էի հաջորդի այս էլ քո համար ավելի շատ տրակի մյուս անգամ ավելի ուրիշ է ոսկեղեններ ես տեսնելու հեսա մի քանատեր մեքենաներ նոր մոդելի նոր ձևի սենց ինչ որ բաներ դու ուղակի հիվանդ ես հոգեկան հիվանդ նման հատիպներդ ուղակի մեղք եք ես կարող այնպես անեմ որ գիշերը դες սիրտը ճաքի առավոտը վեր կան անտենար հարազատները տնեցիք sense փիֆ հոտ է գալի ձեր տեղաշորի մեջից քանի որ պայթել է ինչ կա չկա Այսպես, ինձ համար այնքան ծիծաղալու մի քանի օր տնեցիկով ուրախացել ենք ես ապուշի վրա։ Դե ինչ, անցնենք մեր շատ հետաքրքիր վլոգ տեսանյութերին։ Դե ինչ, ինչպես ասում են մեր ու տղա անցել ենք վրանորոգման աշխատանքներին, Կարինկան էլ կողքից մեզ է նկարում, ինչ ենք անում, հավաքում ենք առաստաղը գեղեցիկ գիպսակարդոնե տարբերակով։ Այստեղ ինձ բաժին է հասել պոլիփետը, պետք է պոլիփետով պահեմ ուղղություն տամ, որ Նարեկին օգնեմ կարողանա ամրացնի։ Առաջնահերթ ամրացնում է պատերին Նարեկը ալյումինային ամրակները, որի վրա պետք է հավաքվի առաստաղը։ Դե Կարինկան էլ իր համար սպունգ բոբանայում էլի։ Հետո նստել ենք մի փոքր հանգստանալ, որոշեցինք ամանորյա առևտրի ցուցակը կազմել։ Կեչուպը գրել ես, Գազար Ոնց հասկացաք սկզբնականում ինչ որ աղցանի բաներ են գրում էլի, ինչ որ ասում է Կարինկան։ Որքրել ենք դե, թթուվար ստեղ կա, մանոց մետա, որտեղ էլ հիդրատը։ Հասկացա, որտեղ կուկուրուզով ու տարբեր ձևերով սարքում է, չէ՞ Ռահուլ ջան։ Արեք մեր հետևորդներին Նարեկը Պիրակյանի վրա։ Կարասը կուկուրուզով սալատի մեջ գնում է ձու, չէ՞ դες ընձան, չէ՞ ժողովուրդ։ If I play dead, will you regret everything that you did, that you said? Հետո Կարինկան որոշեց, որ իրոք հոգնել ենք, մի հատ էլ հանգստանանք, սուրճ վայելենք։ I feel like when I'm with you I'm losing. I feel like you think that this amusing. Sitting there gaslighting and confusing. Ապա հաջորդ օրը երեկոյան հյուր են գնում Կարինկայենց տուն, իր ծնողների ամուսնության 20-ամյակն է։ No, I offer all of the solutions. I wish you loved me like I love you. Իսկ մինչ այդ պետք է գնայինք հատուկ անվադողերի խանութ, որտեղից գնենք իմ մեքենայի համար ձմեռային անվադողերը։ Տեսնենք ինչպես ենք տեղավորում տղայիս փոքրիկ մեքենայի մեջ։ I'm with you, I feel so useless. I feel diluted. My heart's been Մի հատ նայեք հետևի նստատեղը ինչ վիճակ է։ Մի կերպ են դասավորել, չգիտեմ, ինձ համար բուն են սարքել, հազիվ տեղավորվել եմ։ with you, I don't ever feel calm. How could Այն որ ասում են մի հատ լավ լադո կնգավ գլուխս տալու են վերև ներքև, չգիտեմ ինչ անելու։ you don't understand the pain it brings.
Ճանապարհին էլ Կարինկային գնեցին 20-ամյակի տորթը։ Set me free. But if I lay down and I play Ահա, արդեն Կարինկայի ծնողների տանն ենք, շնորհավորում ենք եւ ընթացիկ նայեք հյուրասիրությունը, առիթը։ my bed, thinking something out of my nightmares. See me right there. But if I lay down and I play dead and I stay dead, then will you get bored of killing me? Then will you? Ահա, տներն էլ թափրտեցինք, տանեցիներին էլ վախացրեցինք։ Իմացանք, որ Կարինկայի մայրիկը հիվանդ է, ասել ենք դիմակ կհագնես հանգարց Կարինկան չհիվանդանա։ Ճիշտ ասած լավ էր սոված էինք, մի կուշտ հաց կերանք, հետո տորթիկը հյուրասիրվեցինք։ Հետո ես ու Կարինկան անցանք պատի ժամացույցը հավաքելու։ Հետարքիր դեկորներով մեր տան մեջ ժամացույցից էր, թողել էին, որ մենք գայինք հավաքեինք մեր տարբերակով։ Աշխատացնում է։ Այո։ Այո գագո, այս ցինավճիկներն էսով են։ Այստեղ արդեն պատի սլակների ճիշտ դիրքն եմ ընտրում, որից հետո պետք է փակցնենք արդեն թվերը։ Դե աշխատացնում են էլի հոզորով չի, էլ հյուր չեմ գալու։ Վերջ, կերանք, խմեցինք, ուրախացանք, հրաժեշտը տվեցինք, գնում ենք տուն։ Էլի ես մտա իմ բունը։ Եվս մեկ օր անց, հիմա էլ հաջորդ օրը, աղջիկներ ջան կանայք, ասել եմ չէ, մենք մեքենայից պետք է գլուխ անենք, ինչ-որ բաներ անենք, ինքներս կարգավորենք, ինչ եմ անում, այստեղ անտիֆրիզն ենք նայում, որ ջուրը չսառի, ավելացնենք, այնուհետև մարտկոցը, կամ շատերդ որ ասում եք ակումուլյատորը մի հատ էլ զայրատկի դնեմ, ոնց որ մի փոքր նստել է, որպեսզի տեղ ունեն գնալու, շատ գործեր կան անելու։ Էս էլ իմ փոքրիկ, բայց շատ ընտիր լիցքավորման ապարատը, որը պատվիրել եմ ու շատ գոհ եմ։ Դե ինչ, ջրին էլ անտիֆրիզը խառնեցինք, որ ձմեռվա ընթացքում սառույց չլինի, բայց ոնց որ այս տարի էլ ձմեռ չի լինելու, ինչ սառույց, ինչ բան։ Մի հատ մեր միջանցքի քաոս խառնաշփոթ վիճակը նայեք, ամբողջը շինանյութեր, այստեղ սա թափթված անկարգ վիճակ, տան մասին էլ չխոսեմ, մի հատ հյուրասենյակի վիճակը նայեք, ամբողջ կարելի ասել տակն ու վրա է, այստեղ առաստաղն ենք հավաքում, արդեն բավականին գործ է արել Նարեկը։ But if I lay down and I play dead and I stay dead, baby you'll get sick of being the monster out of my head, under my Իսկ տները, սեղան, աթոռ, ամեն ինչ, բոլոր իրերը խառնած իրար, մինչև պրծնենք այս վիճակից։ see me right there. But if I lay down and I play dead. Սրանք էր Կարինկայի պատրաստած նախնական դեկորները ամանորի համար։ Դեռ ընթացքում կտեսնեք, թե ինչքան շատ եւ գրեթե ամեն օր պատրաստում է այս դետալներից։ Know just what you want. With you I don't ever feel calm. Ու Կարինկայի սոված եմ թողել, Կարինկան էլ էս բայնացման կարն է քուրիկ սոված է։ Ուշկու միտքեն համով, տաղարի մսով որշնա։ Էս թողեցին գնացինք, հաց ուտենք ու արագ հագնենք գնանք այնքան գործ կանելու ընթացքում կտեսնենք առևտուրներ, մի մասը արդեն ամանորյա մնացածը տան ուտելիքի առևտուր էլի։ Սենց քաոս, գնացինք առաջ։ Այսօր դեռ հաց չենք կերել, ինչ ենք ուտում, այստեղ կարտոֆիլով ժարի, մյուսը բորշ, դե երևի թե բորշ, Կարինկան շատ է սիրում տավարի մսով բորշը։ Դուք մեր ուտելու վրա, որ հետևեք շատ կզարմանաք, բոլորս ուտում ենք բավականին քիչ։
Ինձ մոտ սովորություն է, այդպես եմ ուտում, Կարինկան էլ փոքր ինչ ուտում է կիսատ է թողում եւ մշտապես ճաշը սիրում է, որ իր համար լցնենք քիչ։ Այն որ ասում եմ վայ, այս ինչ լավ բաներ նստել է, հաց ուտենք, մի հատ էս սուրճ խմենք, հագնվենք արագ, որ դուրս գանք։ Հա, հետո հիշեցի, որ այսօր Կարինկան իր դեղը չի խմել։ Իր հյութի մեջ դեղն էլ ավելացնեմ։ Հեսա տեսնողները ով չհասկանա, կասի, այս ինչ է գցում կիսուրը հարսի բաժակի մեջ, որ խմացնի։ Դե քանի որ շտապում ենք չենք հասցնում, այսպես կիսատ պրատ ուտելով, ծամելով, արագ դուրս եկա, ժամանակ չկա, հագնվենք շուտ, դուրս գանք գնանք հիմա էլ առևտրի։ Ահա, մենք արդեն պատրաստ ենք, ինչպես են ասում, այսօրվա մեր լուքա չգիտեմ ինչա, եւ ձեռքերով ցույց ենք տալիս։ Ինչ ենք անում, գնացինք 1, 2, 3։ Մի հատ էլ պագրիշկաներս տեղավորեմ մեքենայի մեջ, նոր գնված անվադողերը գնում ենք առաջնահերթ փոխելու մասնագետի մոտ, որ ամբողջը տեղադրին, նոր անցնենք, այնքան շատ գործ կա ժողովուրդ ջան, մի հատ հետևեք մեզ։ Դե այստեղ արդեն անվադողերն ենք փոխում, մասնագետն է փոխում իհարկե, վուլկանիզատոր շիկը երևի թե, չգիտեմ ոնց են ասում այդ մասնագետին։ Կարինկան էլ տաք մեքենայի մեջ նստել է, ասել եմ ճիշտնես հանգարց չմրսես, որովհետև գրեթե 1 ժամ տևեց այս ամենը։ Բա որ տեսնեիք ինչ խայտարակ վիճակով ենք հասել այստեղ։ Մի անվադողը լրիվ տրակած, պայթած, չգիտեմ ինչ ձեներ էր հանում, այսպես թփթփալով ժողովուրդը սաղ մեզ էին նայում, խայտարակ եղանք, մինչև հասանք ամբողջ անվադողերը փոխելու, արդեն ձմեռային տարբերակները տեղադրելու։ Կարինկա Բա ոնց, մի հատ էլ այստեղ սելֆի չլնեմ այս պագրիշկեքի հետ։ Դե վերջապես հասանք խանութ առևտրի արդեն։ Էլի մարդ կա, որ ինպես ցուցակովա խանութ գնում, թե չէ ոչինչ չեմ հիշի, ամբողջը կմոռանամ։ Կանոք եք սկսել եմ քո նման նկարելը։ Սա դեռ սովորական տան առևտուրն է, հետո մի 10 օր հետո արդեն կսկսենք ամանորյա առևտուրները։ Որոշեցինք հենց մեքենայի մեջ մի հատ էլ մի փոքր սնվեր, Կարինկան ընտրեց պիցցա, ես հոթ դոգ։ Այս էլ սենց, ժողովուրդ ջան շունչս կտրվեց, առևտուրն արեցինք, բերեցինք, այստեղ մի հատ խառնաշփոթ ա, ես չգիտեմ, գժանոց ա մեր տունը, բարիս բուն իմաստով։ Կեսնել ես կողմն ա, բայց ժամանակ չկա, որպեսզի որ բաներ մնոց չասեմ են, ես դասավորեմ իրանց տեղերը, կարճ ասած առևտուրն արեցինք, տուն եկանք։ Հիմա հաջորդիվ ես մենակով կդասավորեմ, էլի դուք մի նայեք, ձեր գլուխը կփռա կներեք ցած, գործ չունեք։ Կարճ ասած, հաջորդիվ։ Դե հիմա անցնենք Կարինկայի պուջուրիկ տոնածառներին, մեծ միջնեկ պուջուր, ճիշտ ասած կյանքս կերել է, համ պատրաստում է, համ ինձ ասում է արի ինձ օգնի, չի թողնում ուրիշ գործ անեմ, ես էլ զբաղված եմ, ոչինչ չեմ հասցնում, տեսեք, ամբողջությամբ ինքը պատրաստում է, շատ քիչ տարբերակներով եմ ես օգնում։ Այստեղ պատրաստման համար օգտագործում է ստվարաթուղթ, իմ գործելու թելերը, ինչքան գործելու թել ունեմ, վերցրելա ձեռքիցս։ Նաև տարբեր գույներով, հետաքրքիր դեկորներով։
Հենց մի քիչ հոգնում է, կանչում է ինձ էլ իր հետ աշխատացնում է։ Կարինկան որոշել է այս տարի հետարքիր այս տարբերակով դիզայն, որ տարբեր չափերի, դեկորատիվ փոքրիկ տոնածառներով պետք է ձևավորի պատուհանները։ Միջանցքի պատուհանագոգերը իրենց սենյակում եւ այսպես շարունակ։ Կրկին մի փոքր օգնեցի Կարինկային աշխատանքում, ինքը մինչև սուրճ պատրաստեց մեզ համար, տեսեք, ամբողջը ինքնուրույն է կատարում։ Ահա, եկավ ամենախենթ չարաճճի, կիսա ջղային, կիսա ուրախ ծիծաղալու իրավիճակը։ Ես ու տղաս մեկ ամբողջ, մեծ գիպսակարդոն մի կերպ ենք բարձրացնում, մեկ կռիվ ենք անում, մեկ բարիշում ենք։ Մի կերպ էի պահում, քիչ էր մնում ընկնեի, մի հատ նայեք գլխիս վիճակը, վիզս ծռվել էր, մի քանի ժամ այս դիրքով գլուխս պահած ման էի գալիս։ Եվ վերջապես հեշտ տարբերակը գտանք, սկսեցինք արագորեն հավաքել, դեռ կիսատ է, դեռ շարունակություն կա հաջորդ սերիաներում։ Հյուրասենյակի առաստաղի մյուս մասում հետարքիր ձևավորում է կատարելու Նարեկը, ինչպես իրենք են որոշել իրենց ճաշակով, կտեսնեք հաջորդիվ։ Դե մենք առաստաղն ենք հավաքում, Կարինկան էստեղ իր տոնածառներն է պատրաստում։ Հիմա էլ որոշել է փոքրիկ գնոմիկներ պատրաստել, այսինքն թզուկ է նշանակում ոնց որ։ Այսինքն բուրգի վերևամասը փաթաթում է կարմիր թել տարբերակով, հետո այնտեղ ավելացնելու է մուրուք, քիթիկ, չգիտեմ, տոտիկներ, աջիկներ, ընթացքում կտեսնենք ինչ է ստացվում։ Ստվարաթղթից պատրաստած բուրգի վրա ամրացնում է թելը սոսինձով, հիմնականում էմուլսիայով եւ իր վրա կրկին էմուլսիայով եւ խոզանակով նորից ծածկում է, որ լինի ամուր եւ չոր։ Այնուհետև պատրաստի վիճակով թողնում է պատուհանի մոտ օդի միջոցով կամ արևի օգնությամբ ամբողջովին չորանալու մինչև հաջորդ օր։ Եվ այսպես, սիրելի հետևորդներ ջան, նորից եմ ասում, ահա որ հոգնած եմ, չեմ հասցնում, այնքան նպատակներ ծրագրեր կան, առավել եւս ամանորի հետ կապված մոտակայքում, ինչն եմ հասցնում, ինչը չեմ հասցնում, սպասեք հաջորդիվ, էլ ավելի շատ ամանորյա տեսանյութ վլոգներին ու ավելի հետաքրքիր իրադարձություններ, իրավիճակներ, իսկ կրթական ու նորության ծրագրերի հետ կապված կան ասելիքներ, արդեն զանգահարում են, հիմա կտեսնեն հետևորդները, շատ բաներ են հարցնում, այդ մասին դեռ չխոսենք, թողենք ամանորը դուրս գա, համբերեք, անակնկալներ սպասվում, լավ, սա թողնեմ հետո, դե ինչ, կհանդիպենք հաջորդիվ, հաջորդ տեսանյութ վլոգին։